Մենք պետք է հնարավորինս զերծ մնանք բարբարոսությունից եւ ագրեսիվ վարքագծից, որովհետեւ այսպես թե այնպես ագրեսիան եւ չարը տիրել է աշխարհին եւ սեռական հարաբերությունների մեջ գործողությունների պլանում պետք է բացառել ագրեսիան եւ սադոմազոխիստ վարքագիծը, փոխարինելով այն ավելի ցիվիլ տարբերակներին, այսպես ասված։ 4 սեռական հարաբերությունները ոչ կնոջն են իրականում հաճելի, ոչ էլ տղամարդուն, տարբեր մարդիկ, ովքեր չունեն սեռական կյանքի փորձ, հմուտ չեն այդ հարցում, տեսածներն առանձնապես բան չի, իրենք կարող են նմանատիպ ֆանտազիաներ ունենալ, որ ճիշտը այդ տենց է։ Էդի գիտեք, որ մարդկանց է բնորոշ, այն որ փուշի բան չեն տեսել իրանց կյանքում, միշտ պատկերացրել են, մտածել են, չգիտեմ, պոռնոների վրա է ձևավորվում իրանց սեքսուալ ֆանտազիաները, երևակայությունները, որը իհարկե մենք բոլորս գիտենք, որ շատ հեռու է իրականությունից։ Եվ 4 սեռական հարաբերությունները եւ չափից դուրս շատ խոնավանալը հեշտոցի իրականում բերում է խնդիրների առաջացմանը, բայց երկու եզրույթն էլ մենք կարողանում ենք այսօրվա դրությամբ կարգավորել բժշկության մեջ եւ պետք է դա կարգավորել, որտեղ դա բացասական է անդրադառնում սեռական հարաբերությունների որակի վրա։ Իմ հորդորն է զերծ մնալ ագրեսիայից եւ այդպիսի վարք ցուցաբերելուց եւ հնարավորինս մոտ գտնվել իրականությանը, խուսափելով տարվել պոռնոգրաֆիկ վիդեոներով եւ նմանատիպ թեմաներով։